Պարոն Բագրատյան, բարև ձեզ։ Ինչը դրդեց, որ դուք առաջադրեք ձեր տեխնացիոնը նախագահական ընտրություններում։ Ենթադրում եմ, որ մեծ էր ձեր ցանկությունը առաջադրվելու, հատկապես եթե նկատի ունենանք, որ Հայ ազգային կոնգրեսը, որի անդամ է նաև ձեր կուսակցությունը, որոշել էր տեխնացու չառաջադրել։ Դուք ըստ էության խախտեցիք կուսակցական կարգապահությունը։ Հայ ազգային կոնգրեսը նախ դաշինք է, կուսակցություն չի, եւ մեր կուսակցությունը միշտ առանձին պահպանվել է։ Ես վիդեոկլիպներից մեկում հստակ փորձում եմ բացատրել ինչու առաջադրվեցի, ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է չառաջադրվել։ Այո, ես անմիջական առողջությունն եմ շուկայական ռեֆորմների, սկսել եմ, գլխավորել եմ դրանք։ Ես տեսնում եմ, որ այդ գիծը պետք է շարունակվի, այնուամենայնիվ այս նախընտրական պայքարի թեզում մենք տեսնում ենք, որ կա բանավեճ։ Գործնականում 3 թեզի մեջ։ Թեզ 1 պետական կապիտալիզմ կամ ես սիրում եմ ասել օրթոդոքսալ կապիտալիզմ, որը իրացվում է գործող իշխանության կողմից, երբ որ տնտեսությունն ու պետությունը սերտաճած են, երբ որ պետությունն ու եկեղեցին սերտաճած են, ընդհանրապես եթե ծանոթ եք իմ վերջի աշխատություններից մեկում, ես գտնում եմ, որ աշխարհում 4 տիպի հասարակություն կա։ Երկրորդը, որ ես գտնում եմ, որ այն բոլոր տնտեսական բարեփոխումների, սոցիալական բարեփոխումների կենտրոնում մարդն է, ազատական հասարակությունը, մարդը վեր է պետությունից։ Եվ կա երրորդը ազգայնական մոտեցումը, որը նույնպես հստակ երևում է 1 կամ 2 տեխնացիների ծրագրերում։ Ազգայնական, հայկական, ես չէի կարող այս երկրորդը մարդու հետ կապված առաջ չտանել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իրոք շանս ստացա բացատրելու ինձ, բացատրելու մարդկանց, թե ինչ տեսակի լուծումներ կարող են լինել։ Եվ ես կարծում եմ, որ ծրագիրը, որ ներկայացել եմ, շատ կոնկրետ բազմազան լուծումներ է տալիս հարցերին։ Պարոն Բագրատյան, ինչ կարծիք եք Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման վերաբերյալ, որ ինքը փաստորեն չառաջադրվեց եւ եթե նա առաջադրվեր, դուք միևնույն է պետք է առաջադրվեիք, թե այլ կլիներ ձեր որոշումը։ Այդ կարծիքը ես հարգում եմ, նրա կարծիքն է, եթե նա առաջադրվեր, ես տեխնացիոնս քանեի։ Շատերը հիմա ենթադրում են, որ դուք ըստ էության գիտակցում եք, որ շատ դժվար է այս ընտրապայքարում հասնել հաղթանակի եւ պարզապես վարչապետի պաշտոնի համար եք դուրս ելել այս մրցավազքի։ Դուք կարծեք թե երկարակյաց վարչապետներից մեկն եք Հայաստանում ու նաեւ հայտնի եք իբրև տնտեսագիտական գիտելիքներ ունեցող եւ հմտություններ ունեցող մարդ, թերևս դա է պատճառը, որ շատերը նման ենթադրություններ են անում։ Երևի, կարծում եմ, որ այդպես է։ Մի նախադասությամբ ասեմ, որևէ այդպիսի թեմա կամ խոսակցություն չկա, ես մի անգամ չի որ հայտնել եմ, որ չեմ ձգտում պաշտոնների, խոսքը նախագահի պաշտոնի մասին չի, դա ընտրովի է եւ ասում եմ, այնպես որ այդպիսի խոսակցություն պարզապես չի։ Բայց եթե առաջարկ լինի։ Գիտեք, ես բայցով չեմ խոսում, ես կրկնում եմ, որ այդպիսի խոսակցություն չկա եւ նման թեմա իմ օրակարգում պարզապես գոյություն չունի։ Հիմա դառնանք մեկ այլ հարցի ձեր հայացքների էվոլյուցիային, քանի որ ես ձեզ շատ վաղուց ճանաչում եմ եւ ձեր աշխատությունները գիտեմ, մենք նույնիսկ միասին աշխատել ենք։ Ես կարդացի ձեր 100 քայլ, կոչվում է 100 քայլ մինչև սոցիալական արդարության նախընտրական ծրագիր։ Եվ այնտեղ շատ մտքեր ու ծրագրային դրույթներ կան, որոնք կարելի ասել ավելի շատ սոցիալիստ քաղաքական գործչի հայացքներ են, քան ազատական լիբերալի։ Հիմա վկայաբերեմ այսպիսի մի ծրագրային դրույթ ձեր 100 քայլից։ Տնտեսական քաղաքականությունը պետք է բացառի կամ նվազագույնի հասցնի մեկի հարստացումը մյուսի հաշվին։ Այսպիսի նախադասություն ես ամենևին չէի կարող լսել երիտասարդ Հրանտ Բագրատյանից։ Այս նախադասության տակ կարող եմ ասել նաև Կարլ Մարքսը կստորագրեր առանց պատանվելու։ Ինչ է սա։ Դուք փոխել եք ձեր հայացքները, այլևս ազատական տնտեսագետ չեք, թե ուրիշ պատճառ կա, թե դուք համալրել եք ձեր հայացքները կամ փոխել եք կամ ներգրավել եք մեկ այլ, ասենք, հայեցակարգ։ Միանշանակ կարող եմ ասել, որ ես ազատական գործիչ եմ, 3-4-5 կետ կարող եք բանավեճային գտնել 100 քայլի, 100 կետի մեջ, որ կարելի ասել, որ սոցիալական է, բայց ես արժևորում եմ սոցիալական ամեն անգամ։ Եվ եթե ուշադիր հիշում եք հասարակության եւ պետությունը գիրք, ես գրել եմ, որ ցիկլային է զարգացումը։ Ես երբեք ստրուկը չեմ եղել լիբերալիզմի։ Միշտ ասել եմ, հասարակությունները կենտրոնանում են, ապա կենտրոնանում են, կենտրոնանում են, ապա կենտրոնանում։ Նայեք դեմոկրատների եւ հանրապետականների Միացյալ Նահանգները։ Հանրապետականները որպես կանոն հարկերն իջացնում են, հավասարեցնում են, տեղում են տնտեսական աճ, բում,
բայց երբեմն դեմոկրատները գտնում են, որ ցիկլի այդ շրջանը չէ, վերցեք Կլինտոնի կառավարումը երևի Միացյալ Նահանգների պատմության մեջ լավագույն նախագահն։ Մարդ, որը ահռելի պետական բյուջեի դեֆիցիտը վերացրեց, պարտքը վերացրեց։ Եթե Կլինտոնը չլիներ, հիմա Միացյալ Նահանգները երևի գոյություն չունի։ Իմ խորին համոզմունքն է դա։ Եվ սա այն դեպքներ, երբ որ նրա կենտրոնացման քաղաքականությունը մեծ արդյունքներ տվեց։ Ես մնում եմ, շարունակում եմ մնալ ազատական գաղափարության կրողը, որովհետև ընդհանրապես կարելի է ասել, որ աշխարհում 4 մոտեցում կա, ինչպես կազմակերպել պետությունը, հասարակությունը։ Մեկը ազատական աշխարհն է, կարևորը մարդն է, պետությունը ծառայում է մարդուն, եկեղեցին պետությունից առանձին է, կոլեկտիվները արդարացված են այնքանով, որքանով չեն խանգարում մարդուն։ Երկրորդը դա օրթոդոքսալ աշխարհն է, որտեղ պետությանն է պատկանում եւ տնտեսությունը, եւ կապիտալը, եւ եկեղեցին, եւ կոլեկտիվները։ Երրորդը արևելյան Ասիան է, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, որտեղ առաջին տեղում գալիս է կոլեկտիվը։ Երջապես կա չորրորդ աշխարհը, որտեղ կրոնն է, շարիաթի օրենքներն են, ավանդույթն է առաջին տեղը, դա մամեդական աշխարհն է։ Այլ տիպի կազմակերպում գոյություն չունի, եւ ես համոզված եմ, որ մոդելը, որը այդտեղ առաջարկված է, կենտրոնում մարդն է, մարդու ազատությունը։ Այնուամենայնիվ դա է։ Դա ամենևին չի նշանակում, որովհետև մենք փորձ ունեցանք վերջի 15 տարին, երբ որ առաջանում է մի օլիգարխ, եւ որի փող աշխատելու, իշխանություն ունենալու ձևը ոչ թե սեփական բիզնեսն է, այլ մյուսների խանգարելը։ Այսինքն այս ուղումները եկել են ժամանակի հետ, երբ որ մենք ապրեցինք այդ տարիները նույնպես, եւ բնականաբար արդեն հասկանում ես, որ շատ կարեւոր է, որ մարդը մյուսներին չխանգարի։ Հիմա այդ տարիների մասին էլ ասեմ, դուք Հայաստանում եւ ԱՊՀ-ում հայտնի եք իբրև Եգոր Գայդարի հայաստանյան հետևորդ Չուբայսի, Եգոր Գայդարի, նրանք ռուս լիբերալիզմի հայրերն են, եթե կարելի այդպես ասել։ Այնուամենայնիվ ես ձեր ծրագրում փոփոխություններ եմ տեսնում։ Ձեր վարչապետության շրջանում փաստորեն, այսպես ասենք, բազմաթիվ խոշոր գործարաններ փակվեցին, նույնիսկ ձեզ մեղադրում են, որ ինչ-որ հաստոցներ են վաճառվել, տարվել են, թալանվել են, եւ ես իհարկե այս ամենը խորհրդային միության փլուզման համատեքստում էր տեղի ունենում եւ դուք վստահ եմ ունեք ձեր պատասխանը, միշտ էլ պատասխանել եք ձեր քննադատներին։ Այդ ժամանակ փաստորեն գոյություն ուներ ազատական մտածելակերպ, այդպիսի, որ սոցիալական արդարություն գոյություն չունի, նման բան չի կարող լինել։ Եվ դա Եգոր Գայդարն էր ասում։ Կարծում եմ, որ ձեր հայացքներն էլ այդ ժամանակ նման դրան քիչ թե շատ համահուն չէին։ Հիմա դուք փոխել եք ձեր հայացքները, այդ դա եմ ուզում ես իմանամ, այստեղ որտեղ հայացքները չեն փոխել։ Բայց եթե ուզում եք ավելի դետալացված կարող եմ ասել։ Ես Եգորի հետևորդ ինչ չի համարի, ամենապես Գայդարն այդպես չէր բանանում, որովհետև ես ունեցել եմ իմ առանձնահատկությունը, բաներ, որ մենք արել ենք ամենևին չեն բխել Ռուսաստանից։ Օրինակ հողի սեփական աշտարակը, որ ինքս նախաձեռնել եմ։ Ես հպարտ եմ, որ հայկական բարեփոխումների հայրն եմ եղել։ Պարոն Բագրատյան, բայց մի միջամտություն այդտեղ չէ, որ հողի սեփական աշտարակը նաև, ասենք, նախագահը գործող կարող ասել ես եմ արել, կամ վարչապետը Վազգեն Մանուկյանը, դուք փոխվարչապետ եք այդ ժամանակ։ Բայց ով է գրել օրենքը, ով է նախաձեռնել ամեն ինչը, ով է եղել ոգին, ով է առաջքաշը գաղափարը, ով է ընդունել տարել օրենքը եւ այլն։ Երբ որ ես ասում եմ ինձ համարում եմ առաջնորդը, դա ամենևին չի նշանակում, որ նվազեցնում եմ այն ժամանակվա նախագահին, այդ ժամանակ նախագահ չկար հանրապետությունում, ճիշտ ասած 91-ի որ սկսեցինք ազգային գերագույն խորհրդի նախագահ կամ նվազեցնում եմ Վազգեն Մանուկյանի դերը, ամենևին, կամ նվազեցնում եմ նույնիսկ հայոց համազգային շարժման դերը, բայց ոգին ես եմ եղել։ Պլանն իմն էր եւ ես ուրախ եմ, որ դրանից հետո շարունակեցի։ Գալով ձեռնարկությունից այս սեփականաշրջանը ես այդպես էլ չասեցի խոշոր ձեռնարկություն սեփականաշտորել եւ 91-92 թվականների համար այդպես 100% պատասխանատու չեմ։ Չեք կիսում այդ պատասխանատվությունը։ Այո, չէ, դա ես չեմ։ Եվ երկրորդ, երբ որ ասում են գործարաններ գնացին թալանվեցին, դա չի ամծխում իրականացանը։ Ես առաջին վարչապետն եմ, որի կառավարման 4 տարում երկրի հնան աճել է 14%, ընդ որում մենք ԱՊՀ-ին գտածել ենք առաջին աճը 94 թվին։ Պարոն Բագրատյան, բայց չէ՞ որ այդ աճը կատարվել է բազային տարվա համեմատությամբ, եթե անում ես, այո, փլուզված տնտեսությունից հետո աճը մի քանի տարվա ընթացքում կարող է շատ հեշտակի լինել։ Կարելի է հոսանք ունենալ։ Կարելի է 91-ին գործարկել ատոմական։ Այսինքն դուք գտնում եք, որ այլ կերպ կարելի է դա անել։ Ես 3 դիմում եմ գրել, գնում էի։ Եւ վերջապես, երբ որ ինձանից դուք ասում եք, եթե կարելի է այդ մասին մի քիչ ավելի մանրամասն։ Այո, Խոսրով Հարությունյանը, երբ որ վարչապետ է, ես 2 անգամ նախագահին ասել եմ, ես ուզում եմ գնալ։ Ես գտնում եմ, որ այն չի արվում, ինչ պիտի արվի։ Եվ ինչ է կոնկրետ։ Չէ՞ կարող նստել կառավարությունով, դանակ մկրած ձեռքներս բռնած հացը կտրել։ Պետք է ազատականացնել շուկան։ Մենք չենք կարող չգործարկել ատոմականը։
Մենք չենք կարող սկզբից հոսանք ընդհանրապես չտարանջատել, ասում էի, արտադրողին եւ վաճառողին հոսանքի։ Ինձ ասվում էր Խոսրով Հարությունյանը, նա նախորդած վարչապետը Գագիկ Հարությունյանը ասում էին, ինչ ուզում ես հայ-էներգոն էլ քանդենք։ Տարօրինակ է, բայց հենց հայ-էներգոն վերացրեցինք, ստացվեց 24 ժամվա հոսանք։ Այդ մարդիկ հացիկին հաստատականացնող չէին, զբաղված էին դրանով, որով բերեց հացը, քանի կիլոգրամ, ինչպես բաշխել, ինչ դանակներ տան խանութներին, մոմն ու լուցկինը չմոռանանք, որ ժամը մութը, որ ընկնում է ձմեռվա, կարողանան կտրտալ հացը։ Իսկ ինչ վերաբերում է գործարաններ թալանին, այո, ինչ-որ գուցե ինչ-որ հաստոց տարել, ասեմ ձեզ, բայց չէ՞ որ 14% աճում դու, եթե 10 հաստոց տարել են, 14-ը բայց եթե դուք լինեիք վարչապետ այդ ժամանակ, դուք կանեիք նույն բանը, միանշանակ ավելի թեթև կլիներ, կարագացնեի, հնարավոր չէր վերադառնալ խորհրդային միությանը, ասում է գործանը թալանվել, մինչև այսօր ռելեի գործանը կանգնած է, տանկի արտադրությունը կանգնած է, մասիվի դրոսելների գործանը կանգնած է, էլ չեն աշխատելու երբեք, հասկանում եք, ես ասում եմ, սա չի լինելու այլևս, էլ տանկել, եթե խորհրդային միությունը վերականգնվի, տանկել չեն արտադրելու։ Իսկ ով էր պնդում, որ դա պետք է, ասենք, այդ գործարանները փակել եւ դրանք թեկուզ վարչապետները, վարչապետները, այո, պոպուլիզմ։ Իսկ նախագահը որևէ դեր ունեցել է այդ։ Բնականաբար նախագահան լսում էր, բայց այնպես չի ասենք նախագահան լսում է, ասում են լավ։ Լսում էր, համբերում էր։ Փորքասո ինքը գիտե, ես երկու անգամ դիմել եմ, ասել եմ ուզում եմ գնամ կառավարությունից։ Եթե Խոսրով Հարությունյանը 93-ի հունվարին ազգային ժողովում չհայտարարեր, որ ինքը այս բյուջեի տեղակ չի ինքն էր ներկայացրել, էլի։ Մի 10 օրվա մեջ ես հեռանում էի։ Ես երբեք չեմ կարճել, ինչ իմաստուն էր վարկաբեկվել, ես ոչ փող էի աշխատում, ոչ այդպիսի բան չեղել այդ կառավարությունը, մենք եկել ենք կյանքներս դրել ենք, ու անկար տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ։ Պարոն Բագրատյան, հիմա դառնանք ձեր սոցիալական արդարության մոդելին, շատ հետաքրքիր է իմ կարծիքով, մի կողմ թողնելով տեխնիկական հաշվարկները, թվարկեմ միայն 1-2 կետ այդ մոդելից, որը կարող է հետաքրքիր թվալ մեր հեռուստադիտողին, մեր ռադիոընկերներին, ասում եք, որ ոչ թե պետք է աշխատատեղ ստեղծել մարդկանց համար, այլ թույլ տակ նրան ու հնարավորություն ստեղծեք, որ մարդկանց համար, որ իրենց համար աշխատատեղ ստեղծեն ըստ իրենց նախասիրության եւ պետությունն էլ իհարկե օգնի նրանց այդ հարցում հատկապես առաջին անգամ բացվող փոքր ձեռնարկության նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները, ասենք, ֆինանսավորելու կամ սուբսիդավորելու առումով շատ լավ գաղափար է, բայց այդ միջոցները պետությունը որտեղից պետք է գտնի, որ այդքան մարդկանց կարողանա, ասենք, նոր բիզնես սկսողներին օգնել, վարկեր տրամադրել անտոկոս։ Միջոցների հաշվով մենք այն երկիրն ենք, որ խնդրեմ չունի։ Մինչև այս կետը ասելը, ես ասում եմ, մենք պետք է տարեկան 3 միլիարդ դոլարի ներդրում տնտեսության մեջ։ Որտեղից վերցնենք այդ ներդրումը։ Մոտ 12 միլիարդ դոլար հնան է երկրի։ 1.3 միլիարդ դոլարի ներդրում մենք ինքներս ենք անում, համախառն ներդրումները տնտեսության մեջ։ Հեշտությամբ լուծվում է խնդիրը։ Մի 5-600 միլիոն դոլար արտասահման ներդրումները, միլիարդ 700։ Խոստացել էին 600 դարձել 1.2, նույնիսկ պակասեց 5 տարում։ Գործող նախագահի օրոք Սերժ Սարգսյանը պակասել են այդ ներդրումները 698 միլիոնը պիտի դառնա 1 միլիարդ 300 միլիոն, դարձել է 500 միլիոն դոլար ներդրումներ։ Ստացվեց միլիարդ 800։ Եվս 1 միլիարդ դոլար մենք կարող ենք ստերիլիզացնել։ Մենք ռենտա ենք ստանում։ Ադրբեջանը նավթ է արտանում, մենք աշխատելու ունակություն։ Մենք ստանում ենք 2 միլիարդ դոլարի տրանսֆերներ։ Տեսեք, 5 տարում երկիրը ստացել է 11 միլիարդ դոլար փող, որից 7 միլիարդը տրանսֆերտ, 33 միլիարդ, 3.5 միլիարդ պարտք են վերցել, ավելացնելով արտաքին բեռքը, մենք այս միլիարդ էլ օգնություն են ստացել։ 11 միլիարդ տրանսֆերտ է ստացել այդ երկիրը 5 տարում։ Այդպիսի թիվ չի եղել, այլ հաջող 5 տարի չի եղել։ Եվ երկիրը գործող իշխանությունը փնփնթում է, թե տնտեսական ճգնաժամ է եղել, հա, մի տարի, բայց 11 միլիարդ դոլար 2003-2007-ին ստացել էինք, ոչ։ Հնայի աճը կազմում է 4%, խոստացված կրկնապատման փոխարեն։ Եվ երկիրը աղքատությունը այդ ընթացքում ստանալով 11 միլիարդ 23%-ից ոչ թե իջնում է, բարձրանում է 35%։ Այո, եթե կարելի է կներեք ստերիլիզացիայի մասին պատմեմ։ Այո, ես իմիջիա շատերը չեն հասկանում ստերիլիզացիա։ Անցյալ օրը մի գիտությունների դոկտոր նայեմ նստած այնպիսի ծիծաղելի բաներ էր պատմում։ Ուրեմն, երբ որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Նորվեգիան, արաբական երկրների շատերը, ովքեր հանքահումքային ռեսուրսներ շատ ունեն, վաճառում են, Նորվեգիան գազ է վաճառում։ Ստանում է, ասենք, ենթարեք 10 միլիարդ դոլար։ Ինքը հասկանում է, որ այդ միլիարդ դոլար եկավ նստեց բանկային հաշիվներին, ճնշելու է։
ազգային արժույթը նույն Նորվեգիայում եթե հիշում չի դավաճան եվրոն է այսօր, հա, բան է անելու, ճնշելու է դրա վրա, հասկանում եք։ Երբ որ ֆինները անտառ են վաճառում, շատ անտառ են վաճառում, եվրոյի նկատմամբ ճնշում են, ու ֆինների ու Նորվեգիայի բախտը բերում է, որ եվրոն ընդհանուր բան է։ Այս խնդիրն է շատ ցայտուներով է Կանադայում նույնպես։ Վաճառվում են ռեսուրսներ, անտառ, գազ, նավթ, եւ կանադական դոլարը միշտ խնդրեմ ունի։ Այսինքն ավելի թանկ է։ Որովհետեւ գալիս է դրսից վալյուտա, ազգային փողը մնում է նույնը, կամ մի քիչ ավելանում է, դոլարը շատ է ավելանում։ Ազգային արժույթը սկսում է արժևորվել։ Երկիրը սկսում է իջացնել էքսպորտը, ինչպես տեղի ունեցավ Հայաստանում։ Հայաստանում 5 տարում իրական էքսպորտը նույն գներով, ֆիզիկական գներով հաշված 2 միլիարդից իջել է 1 միլիարդ դոլարի։ Եթե այս տարվա էքսպորտը հաշվենք 2007-ի գներով, 1 միլիարդի չափ է մոտավորապես։ Այսինքն ստացվեց դրամի արժե 600-ից դարավ 300 դրամ։ Դա սխալ քաղաքականություն է։ Հիմա ինչ անում պետությունը։ Ինչ անում անդ ռուսական պետությունը կամ ասում է եկել է ռուսական պետությունը ստանում է 500 միլիարդ դոլարի փող նավթից ու գազից։ Դրանից 300 միլիարդը կենտրոնական բանկը գնում է։ Դուք էլի տանում եք, ընկերությունը փոխում է։ Կենտրոնական բանկում, բացի կենտրոնական ռեզերվներից առաջանում է փող 300 միլիարդ դոլարից, որը անվանում են կայունացման հիմնադրամ։ Այս հիմնադրամը ներդրումների փող է, ճիշտ է։ Տնօրինումը լավագույնը չէ, բայց սա էր այն բարձը, որը թույլ տվեց Ռուսաստանում կոլապսից խուսափել։ Շատ հետաքրքիր է, ես ուզում եմ ավելի կոնկրետ։ Սա կոչվում է ստերիլիզացիա։ Լավ, այդ փողը որ եկավ, ենթադրենք ես իմ հորեղբորից Ամերիկայից փող։ Դուք մեկը գնում եք փոխելու, ձեր հետ կապ չունի։ Դուք փոխում եք, ձեր դրամը ստանում եք։ Բայց չէ՞ որ ես այդ դրամը հետո ծախսում եմ, չէ՞։ Լավ եք անում, ծախսեք, ձեր հետ ոչ մի խնդիր չկա։ Կենտրոնական բանկը բանկերից առնում է այս դոլարը։ Կենտրոնական բանկը ոչ թե դոլարի վաճառում, անդառ գնում է, ստերիլիզացնում է այս դոլարը։ Դուք պարտավոր եք ստերիլիզացնել։ Այսինքն թույլ չի տալիս կուրսը իրականում Հայաստանում լողացող կուրս չկա։ Հայաստանում լողացող կուրս չկա, որտեղ դուք 2 միլիարդ տրանսֆերտ ունեք։ Այդ արհեստական պահում է այդ տրանսֆերտների հաշվին։ Այո, դուք կասեք հիմա կուրսը եղել էր 500, 600, 700, 800, թող լիներ, նո այդքան չէր լինի։ Թող լիներ, բայց ամեն տարի կենտրոնական բանկը գոնե 500 միլիոն դոլար պիտի հետ գցեր։ Ստեղծեին կայունացման ինվեստիցիոն հիմնադրամ եւ ֆինանսավորեին երկիրը։ Որովհետեւ կրկնում եմ, սա հայերի աշխատելու կարողությունը ավելի մեծ է ու աճող կարողությունը, քան թե ասենք Ադրբեջանի նավթը։ Նավթը ի վերջո մի օր կպրծնի։ Սա դա համարում եք միանգամայն իրական ծրագիր, բոլորն են անում։ Այո։ Այսինքն մենք ունենք մեր նավթը, նավթից էլ ավելի կարևոր, մեր աշխատելու ունակություններ։ Լավ չի որ գնացել են այստեղից, բայց այդ փողով դուք կարող եք ստեղծել հսկայական ստաբիլիզացիոն հիմնադրամ։ Ինչի եք դուք դրամի կուրսը արժևորում։ Ինչի եք ընդհակառակը պակասեցնում էքսպորտը եւ ստացվում է որ այդ այս փողը ոչ թե մեզ օգնեց, այլ խանգարեց։ Այսպիսի մյուս կարևոր առաջարկը եկամուտների հարկման պրոգրեսիվ սանդղակն է, որ դուք ուզում եք մտցնել։ Հարուստները շատ ավելի մեծ հարկեր պիտի վճարեն, շատ պարզ, եթե ասենք, վերաշարադրենք ձեր դրույթները, հարուստները ավելի շատ մեծ հարկեր պիտի վճարեն բնակչության մյուս խավերի համեմատությամբ, այսինքն որքան շատ ես վաստակում, որքան մեծ շահույթ ունես, այդքան բարձր է քո եկամտահարկի տոկոսը, չէ՞, այդպես չէ, որովհետև միևնույն է, բարձր եկամուտ ունեցող բացարձակ գումարը ավելի շատ է վճարում, սա խոսքը տոկոսի մասին է։ Ձեր բանաձև դուք առաջարկում եք 5 դրույքաչափ 20-ից մինչև 40%, բարձր շահութաբերության պարագայում պայմանավորված ներմուծումներով եւ մենաշնորհով պետք է գործի շահութահարկի հարկման պրոգրեսիվ սանդղակ գրված է ձեր։ Դուք նույնիսկ առաջարկում եք 50-ից 90% տոկոսադրույք, երբ որ ասենք խոսքը վերաբերում է մենաշնորհներին։ Բայց չեք վախենում, որ ասենք այս բիզնեսը, գործարարը, որ ասենք բարձր շահույթներ է ստանում, թողնի Հայաստանը եւ գնա պարզապես կողքի հարևան հանրապետություն։ Չեմ վախենում, հիմա է գնում։ Հիմա է նա ստիված գնում, որովհետեւ այդ փողը, որ այստեղ աշխատում ես, հնարավոր չի օգտագործել, սպառում չկա։ Մենք ստանում ենք տրանսֆերտ 2 միլիարդ, մինչև 1 միլիարդ արտահանում ենք արդեն կապիտալ։ Այլ կապիտալի արտահանման ցուցանիշը 1 միլիարդ դոլար, 2.5 միլիոն բնակչության շնչացումը 400 դոլար։ Մենք մրցում ենք Միացյալ Նահանգների հետ։ Այնպես որ սա լուծելի խնդիր է։ Իսկ ինչպես ենք այս հարկերը գանձելու։ Այս շատ հանգիստ։ Եթե այդ մարդիկ թաքցնում են, ենթադրենք, ասում եք խոշոր բիզնես։ Այդ խոշոր բիզնեսը տրոհված է մի քանի ասպես Սպասեք, տեղ է շանգլուխ թաղված։ Սա կոչվում է դարձի շրջանից յուր։ Գալիս է մի պահ, երբ որ մարդն ասում է լավ, ես իմ բիզնեսը կիսում եմ մի քանի հատվածի, եթե դա անում եմ, մենք արդեն հասանք ինչ-որ նպատակի։ Հետ դառանք խոշորից նորից փոքր։ Հասկանում եք։ Սա է նպատակը, սա է մոդելը։ Բայց բանն այն է, որ այդ ամենը պատկանում է մի մարդու։ Թող պատկանա։ Չի կարող ինքը ցել, թող ցրի տարբեր, թող ինքը փայ ունենա մեջը։ Դա էլ հսկման ձև ունի։
Իդեպ ես ասեմ, շատ հաճախ երբ որ ասում են ինչպես են հսկելու, հիմա էլ շատ լավ հսկում են, ուզենան հսկեն։ Ամբողջ հարցը անում է, որ ստվերային տնտեսությունը հենց իրենք են։ Չկա մի $1000, որի տեղը հարկային տեսչությունը չգիտի։ Իսկ ինչ վերաբերում է մինչև 50, նույնիսկ 90% մոնոպոլիաներ, այո, կան մոնոպոլիաներ, որոնք մարդիկ արել են այնպես, որ պարզապես ոչինչ չանելով փող են աշխատում, ոչինչ չանելով։ Այսօր հանրապետությունում շատ արտակարգ խոսվում է, գիտեք, ամբողջ հանրապետությունում Կարիֆուրի թեման։ Բոլորը հետևում են Կարիֆուրը քաջողի թե չէ։ Այսօր հանրապետությունում դուք ասում եք աշխատատեղ, ես ինչու եմ ասում աշխատատեղ մի ստեղծեք։ Ասեք մարդ ունի որոշակի բիզնես։ Ներմուծում է դեղ, ներմուծում է վառելիք, ներմուծում է շաքար։ Նույնիսկ գնում են, փորձում են շաքարի գործարան կառուցել, լավ իմանալը որ երբեք չի աշխատել, որ հետո ասեն մենք իրավունք ունենք այս մենաշնորհը ունենալու։ Մենք ես սրան դեմ եմ։ Ես չեմ ուզում որ շաքարի տեղը մենք շաքար եղեք բերենք, որ 7 անգամ ծավալով ավել է։ Հասկանում եք։ Բայց ես չեմ ուզում որոշում կայացնել, ես ուզում շուկան կարգավորի։ Եթե դուք դեղիկ ամեն ինչ հարցում ստացվել եք, հայտնվել եք մենաշնորհի դերում, ես ասում եմ 50-ից 90, միանգամից 90-ը մի հիշեք։ Եկեք նայենք այդ մենաշնորհը ինչով է պայմանավորված։ Եթե մենաշնորհը պայմանավորված է բնական գործոններով, ես կարող եմ հասկանալ, եթե մենաշնորհը պայմանավորված է ձեր ճնշումներով շուկայի վրա, այստեղ մենք կարող ենք ասել, գիտեք ինչ կա, մեզ այնտեղ հասնում է մինչև 200 միլիոն դրամ բան փոխանցում։ Այդ 200 միլիոն դրամ ի՞նչ է $5 միլիոն։ Երբ որ 100 միլիոն է աշխատում մարդը, ուրեմն ձեր շահութարկը բարձրացնում եմ ես։ Սա վերաբերում է միայն մենաշնորհներին։ Ես այդ առումով էլ էի ասում, որ օրինակ Ֆրանսիան շատ բարձր հարկ է հիմա սահմանել, ասենք միլիոնատերի, կոչվում է միլիոնատերի հարկ։ Եվ արդեն գիտենք մի քանի օրինակներ, որ մարդիկ հրաժարվեցին ֆրանսիական քաղաքացիությունից եւ շատերը արդեն մտածում են երկիրը լքելու մասին, բայց հիմա մի այսպիսի խնդիր։ Նո մենք Ֆրանսիա չենք հասել, այդ թվերին չենք հասել, Ֆրանսիան այնտեղ թվեր է դրել եւ ես չեմ կարող այսօր վստահաբար ասել նախագահ Հոլանդը ճիշտ է թե չէ, ես պարզապես չգիտեմ դրա դրատակիչ հաշվարկներ կան։ Իսկ շատ ֆրանսիացիներ, շատ հայտնի ֆրանսիացիներ պարզապես ամոթ համարեցին այդ վերաբերմունքը, որ որոշ ֆրանսիացիներ արեցին։ Դեպարդյեին օրինակ համարելով դավաճան։ Պարոն Բագրատյան, հիմա մենք գիտենք, որ օլիգարխները մեր տնտեսության համար իսկապես շատ մեծ խնդիր են ստեղծում։ Մենաշնորհները, գիտենք, մենաշնորհ դիրքի չարաշահումը։ Ինչ եք դուք անելու այս մենաշնորհների դեմ, օլիգարխների դեմ, ինչպես եք կամ ընդհանրապես պատրաստվում եք նրանց դեմ պայքարել կամ լուծումներից մեկը խոշորացված հարկումներ, մեկ։ Երկրորդը, դուք կտեսնեք, որ սա արդեն իշխանության կամքից է կախված։ Մեր մոտ գործականում օլիգարխիա չկա, մեր մոտ օլիգարխիան պարզապես Հայաստանի ղեկավարի թույլտվությամբ գործող ընկերություններ են։ Տարածորեն ընտրվելուց 3 ժամ հետո զրույց կլինի դեռևս չփոխված մաքսային ծառայության պետի հետ, որ բոլորին միատեսակ վերաբերմունք, բոլորին։ Իդեպ այդ մենաշնորհները օրենքով չեն Հայաստանում, շատերը, մեծ մասը։ Այսինքն մարդը իրանք ունի կարակ բերի։ Բայց այդ մարդու կարակը կարող է, այսպես անեն, մաքսազերծեն ենթանեք մի քանի ամիս, մինչև կհալվի գծերի վրա։ Նու մի քիչ կոպիտ չափազանցված եմ ասում։ Սիգնալ է գնում, արգելափակեք, դժվարացրեք, ինվոյսի գինը բարձրացրեք, դառնա ոչ շահավետ։ Հիմա փորձում են տնտեսական ձևերով, արդեն առաջ նույնիսկ կարող են մոտենալ ֆիզիկական ճնշում գործադրել։ Երրորդ, սա էլ քիչ է։ Մենք ունենանք մասնավոր մաքսային ծառայություն, մասնավոր բրոկերների ինստիտուտ կբերենք, որոնք կմաքսազերծեն։ Եվ մարդը գալուց կորոշի, ասենք, Բագրատաշենում որ մաքսային ծառայությանը դիմի ընտրություն պիտի ունենա մարդը։ Եվ ես կարծում եմ զգալիորեն կթուլանա։ Բացի դա մոդել ենք առաջարկում, երբ որ շատ եք հարստանում, հարկը բարձրանում է, շատ իմաստ չունի հարստանալ, կամ դիվերսիֆիկացվեց է գործունեության ճյուղը, դարձեք փոքր ձեռնարկություններ, կամ էլ լավ իմացեք։ Ասենք, երբ որ դուք բացում եք ստար սուպերմարկետների ցանց, հետո մի օր փակվելու է, միևնույն է դա լավը լինել չի կարող, ասենք, այս կամ այն պատճառով, դուք պետք է հիշեք, որ հարյուրավոր փոքր խանութներ արդեն սնանկացրել եք։ Պարոն Բագրատյան, հիմա նորից էլի ձեր սոցիալական արդարության մոդելի մասին բավական հետաքրքիր մտքեր կան այնտեղ, ինչպես նշեցինք, բայց այստեղ մի հետաքրքիր դրույթ ունեք, որ շատ գեղեցիկ է հնչում ամեն ինչ, բայց փոքր-ինչ այնքան էլ իրատեսական չէ ինձ համար։ Դուք ասում եք, որ այսպիսի ծրագիր ունեք նոր Հալեբ, նոր հայրենիք, այսպիսի ծրագիր եք առաջարկում, մենք 200,000 հայ ունենք Սիրիայում, եթե նրանք կան, ուրեմն պետությունը յուրաքանչյուր ներգաղթող ընտանիքին շուրջ $50,000 հատկացնի։
Այսինքն եթե ենթադրենք, որ մի ընտանիքը 4 հոգուց է բաղկացած, մոտավորապես 2.5 միլիարդ դոլար Շատ հաշվեցիք, 1 միլիարդ 600 միլիոն դոլար։ Թող լինի 1 միլիարդ 600 միլիոն դոլար այս մարդկանց համար։ Բայց այդ դեպքում մեր խոպանչիները, որ գնում են ամեն տարի խոպան, կասեն, վերեցեք մեզ տվեք, մենք չենք գնա խոպան։ Բա մենք։ Տվեք։ Ինչպես Չէ, բայց մեր խոպանչիները չեն կարող ասել, դա արդար հարցադրում չլինի։ Ես իհարկե բացի դա խոպանչիներին գործ սկսելու հնարավորություն եմ տալիս, բայց նա տուն տեղ ունի։ Բայց այսօր 200,000 հայ գտնում է ողբալի վիճակի մեջ։ Այսօր հատկապես Հալեպի հայությունը։ Երևի աշխարհում չկա մի ուրիշ համայնք, այլ ազգի, թե հայ, նույնիսկ հայ համայնքների մեջ, որ այդ արհեստական հմտություններն ունենա։ Դա պարզապես մի հատ հեքիաթ էր, ես որ հիշում եմ Հալեպը, հայկական թաղամասերը եւ այլն։ Ոնց կարելի է այդ որակը կորցնել։ Մենք հիշում ենք Բաքվից 350,000 հայ եկավ 90 թվականին։ Դժբախտաբար հենց մեր կառավարման տարիներին դրանից 280,000-ը հաճույքով տարան տարբեր երկրներ, Միացյալ Նահանգներ ու մեծ մասը Ռուսաստան։ Եվ նրանք իդեպ հիմա տեղավորվել են եւ լավ էլ զգում են իրենց։ Բայց մենք կորցրեցինք դա։ Մենք լավագույն դեպքում տանում ենք ինչ-որ մի գյուղ, ասում ենք դե այստեղ ապրեք։ Դժբախտաբար պատերազմը թույլ չտվեց նրանց օգնել։ Հիմա կարող է դա չկրկնվել։ Այս ոսկի մասսան, այս ոսկի մարդկանց այս սոցիալական խավը պետք է ընդունել։ Նրանք սովորեցնեն մեզ, էապես կբարձրացնեն Հայաստանի տնտեսական մշակույթը։ Դա ինչպես դա եղավ նախկինում 47 թվին, 48 թվին։ Հայաստանում կոշիկ կարել չգիտեին, շոր կարել չգիտեին։ Գիտեք ինչ ոսկերիչներ կան դրանց մեջ։ Ինչ ոսկերիչներ։ Ինչ կարելի է ծրագիր անել եւ արդեն Հայաստանը դառնա ոսկերչության կենտրոն։ Պարոն Բագրատյան, նախ երկու ոլորտի մասին, եւս երկու ոլորտի մասին, կրթություն եւ առողջապահություն, դուք առաջարկում եք հավաստագրային ֆինանսավորման համակարգ, այսինքն եթե ես հիվանդ եմ եւ ուզում եմ բուժվել, ես պետությունից ստանում եմ սերտիֆիկատ, որոշակի գումարի արտահայտությամբ եւ ինքս եմ որոշում, թե որ հիվանդանոցը պետք է գնամ, որ բժշկի մոտ պետք է բուժվեմ եւ փաստորեն այդպիսով դուք ըստ էության պետությունը ֆինանսավորում է ոչ թե հիվանդանոցը առաջարկում եք դուք, այլ մարդուն, հիվանդին։ Եվ մյուսը կրթության ոլորտը առաջարկում եք նույն մոդելը, այսինքն երեխայի դպրոցահասակ երեխայի ծնողը ստանում է այդ նույն սերտիֆիկատը եւ տանում է երեխային այն դպրոցը, որը նա համարում է, որ ամենալավն է։ Բայց այս դեպքում չեք կարծում, որ այս պետական ազգային այսպես կոչված քաղաքականությունը կրթության եւ առողջապահության ոլորտում կհանդիպի մեծ դժվարությունների, այսինքն քաոսային վիճակից չեք վախենում, որ թե դրա պատասխաններ ունեք մշակած։ Մենք ողենք սեփական աշխարհը կրկնում եմ, ես եղել եմ դրա ոգեշնչողը, ինիցիատիվողը, անողը, իրականացման կենտրոնում։ Կարող եք ասել, որ անասուն է մորթվել, ինչ որտեղ չցավում Հայաստանի գյուղատնտեսությունը այն ծանր տարիներին 93-94-ը համեմատած 90-ից 28% աճ ունեցել։ Դրա շնորհիվ մենք ապրել ենք, պատերազմը հաղթել ենք։ Բացի դա, մեր զինվորը գիտեր, որ ինքը հողատել է սեփական դեպքում, որ կեսարի բանակում ուներ, դա էլ օգնեց մեզ հաղթելու։ Հիմա սա 2 տարի առաջ, երբ որ սա ասում է, 3 տարի առաջ հակադարձ բացասական վերաբերում կար իշխանության կողմից։ Կես տարի թե մի տարի կես առաջ այս բանը արեցին ծննդաբերության պարագայում։ Բյուջետային քննարկումների ժամանակ նոյեմբերի մեջ առողջապահության նախարարն ասեց կոռուպցիան այդտեղ պակասել է 8.5 անգամ։ Գիտեք, երբ որ երեխա է ծնվում Հայաստանում, դուք տանում եք այդ հիվանդանոց ու անդադ փող եք տալիս։ Հիմա ստանում եք սերտիֆիկատ եւ դրանք հավաքելով հիվանդանոցը դիմում է ֆինանսների նախարարության ու փող է ստանում։ Բայց էլի այդ նույն հիվանդանոցի պահակը պետք է ասի, բա ինձ փող չես տալու կամ ասեք բժիշկը։ Գիտեք, համենայնդեպս ծննդաբերության մասով դրանք առանձնացված տեղամասեր են, չենք ասում դեռ վերացել է 8.5 անգամ պակասել է։ Եվ ես գտնում եմ, որ այո, կարելի է մարդկանց ֆինանսել։ Այո, այսօր, բայց նայեք այսօր ինչ կա։ Բայց կարող են դպրոցներ փակվել։ Ասեմ, կարող եմ, մի րոպե ասեմ, բարդ է սա։ Որովհետև անմիջապես բեռը կընկնի լավ դպրոցների վրա։ Եվ ուսուցիչներ կմնան գործազուրկ։ Ասեմ ձեզ, խնդիրը նման խնդրեմ կարող է ցակել, բայց ինչ ունենք այսօր դպրոցում։ Մենք ունենք երեխեքը գնում են դպրոց կամ չեն գնում, մեծ մասամբ հատկապես բարձր դասարաններում չեն գնում դպրոց։ Նույն ուսուցիչների մոտ երեկոյան պարապում են փողով։ Մենք պետք է հասկանանք, միջին հաշվով չեմ ասում 100%-ով, միջին հաշվով մենք ծերի դպրոց չունենք, վճարով է։
Երկրորդ, այո, դպրոց անցել է բոլորին համակարգի, ճիշտ է արել, պետք է լինել այնպես, ինչպես է աշխարհի ֆորմատն է, փառք Աստծո, այդ process-ն ավարտվեց, բայց հետո մենք չենք տեսնում այդ կրթության որակը։ Դրա համար մենք առաջարկում ենք նորմալ ռեֆորմ, ամեն մի դպրոց, դրանից հետո կդառնա կրթօջախ։ Դրանից ոմանք հնարավոր է սնանկանան, այսինքն ոնց որ քոլեջներն են արտասահմանում, հա, հնարավոր է չդիմանան։ Բայց դուք մի բան էլ նկատի ունեցեք, երբ որ անցնեք այդ համակարգին, գործին կխառնվի ուսուցչական կոլեկտիվի ամբողջ էներգիան, շահագրգռվածությունը, փնտրտուքը, ով է խելոք, ով մի լավ բան կարող է ասել։ Ինչ նորություն կարելի անել։ Պարագաներ կլինեն, որ սա պետք է սահմանափակել, օրինակ սնական շրջանում սա գյուղերում չի կարելի անել, որովհետև այսպես է գյուղ դպրոց, այլ ելք չկա, մյուս գյուղ չի գնա մարդը սկզբից։ Բայց պետք է թույլ տաս մոտիկ գյուղերին գնա, ասենք գյուղական շրջանում սա պետք է ունենա եւ կունենա սահմանափակ կիրառում։ Բայց պետք է սկսել։ Պարոն Բագրատյան, այսպեսի հետաքրքիր մի կետ կա ձեր այս ծրագրում, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների խրախուսման վերաբերյալ։ Այն եթե կարող եք համառոտ այս մասին էլ խոսեք, սա որովհետև օրինակ ես անձամբ ապրելով արտասահմանում օգտվում եմ այս ծրագրից եւ շատ լավ ծրագիր է, բայց այստեղ հնարավոր է դա եւ նախ խնդրում եմ բացատրեք կարճ։ Այստեղ արդեն կա կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամ պետությունը ուզում է ստեղծել, օրենք է ստեղծել։ Մենք ասում ենք սա լավ է։ Բայց պետական կենսաթոշակային համակարգը, իսկ նույն ծրագրում մենք դա կենսաթոշակները կապում ենք միջին աշխատավարձի հետ նորմատիվով, Էսա պահպանենք։ Մանավանդ, որ հիմա կենսաթոշակային տարիք է մտում այն սերունդը, որը 90-ականներին պիտի գար իշխանության, մենք այսպես ասած նրան շրջանցելով եկանք առաջ ընկանք։ Որովհետև 90-ականներին արկա ոչ թե էվոլյուցիոն, այլ ռևոլյուցիոն փոփոխությունների պահ։ Հիմա, բացի դա, մենք ասում ենք, թույլ տանք մասնավորին, այսինքն դուք մուծեցիք հաջորդ ձեզնից հետո եկող սերնդի համար, այսօր որին պետք է թոշակ տալ, սա պետությունն է տալիս, մի հատ էլ մասնավոր, նաև սկսում եք մուծել ձեր ապագայի համար։ Այստեղ մեծ խնդրեմ կա, կառավարությունն էլ նույնն է անում, բայց ի տարբերություն կառավարության, ասենք դուք դնում եք 5%, կառավարությունը դնում է 5%, մենք ասում ենք այդպես չի, նախ եւ առաջ, այնտեղ որտեղ գործատուն մասնավոր է, նա պիտի դնի։ Երկրորդը, մարդը դրեց այդ կենսաթոշակային խնայողության պես է ուզում է պիտի հանի։ Երրորդը, սա պետք է աշխատի ինվեստիցիոն հիմնադրամի ձևով, պետությունը պետք է երաշխավորի դրա եկամտաբերությունը։ Չորրորդը, մի կենտրոնացրեք, ոնց որ ապան արեցիք։ Կենտրոնացում եք այնպեսի կանոնադրական կապիտալ են հայտարարել, որ ոնց որ ասած, այս փողերը հավաքել են իրենց բիզնեսների համար։ Եվ անկեղծ ասած, ես հիմա կարծում եմ, հենց այսօր կառավարության ղեկավարի ընկերները ուզում են այստեղ բիզնեսներ տնեն։ Այդ գործով արդեն հիմա դրանով են զբաղված։ Եվ վերջապես, ամենակարևորը, այդ փողերի մեծ մասը, որտեղ կարող են ներդվել, թվարկված է 8 թե 7 աղբյուր, որից 7-ը արտասահման։ Որը խրախուսել է կապիտալի արտահանումը։ Սխեման, որ մենք առաջարկում ենք, շատ տրամաբանական է, դնում ենք Հայաստանի ճանապարհաշինարարության վրա, ինֆրակառուցվածքների վրա։ Բոլոր դեպքերում ճանապարհներ կան, մենք լավ ճանապարհներ չունենք։ Ապահովում ենք, ասենք 4 կամ 5% եկամտաբերություն իրական թվերով։ Սա հնարավոր է։ Եթե սրան գումարենք նաև այն կայունացման հիմնադրամը, որ կստեղծվի բաների միջոցով, կենտրոնական բանկի կողմից դոլարի ստերիլիզացիայի կամ եվրոյի ստերիլիզացիայի հետևանքով, մենք լրացուցիչ ստանում ենք 1.5 միլիարդ, համախառն ներդրումները հասնում են 3.5 միլիարդի եւ մեզ համար ապահովված է լինում 11-12% աճը։ Պարոն Բագրատյան, նաև այս ձեր 100 քայլի վերաբերյալ 57-րդ քայլից մինչև 77-րդ քայլը շատ այդպես մանրամասն ավելի շատ բանկային համակարգի մասին է, բանկային համակարգի բարեփոխումները, որ շատ կարևոր է, իհարկե, շատ կարևոր է, բայց չեք կարծում, որ ասենք նախընտրական ծրագրում շարքային Հայաստանցու համար դա մի քիչ կարող է դժվար ընթերնելի լինել, դժվար ըմբռնելի լինել, ինչու եք սա Եթե ես ձեզ ասեմ, որ Չինարի գյուղում 3-4 բոլորը բանկային համակարգի ռեֆորմից էին հարցնում, դա ճիշտ չի լինի։ Բայց հասկացեք, մեր տնտեսությունում այսօր ես տեսնում եմ 3 կամ 4 խոշոր խնդրեմ։ Առաջինը կոնցենտրացիան հարստության կենտրոնացումը շատ բարձր է, որովհետև կենտրոնացման այնպիսի աստիճան կա, որ հարուստներն էլ արդեն չեն կարողանում հարստանալ, որովհետև էլ չեն կարող աղքատների հաշվին հարստանալ, շատ աղքատ են աղքատները։ Երկրորդը, ռիսկեր չկան բանկային ոլորտում, սա վարչապետի մտածածն է եղել։ Մոտավորապես 10-12 տարում բոլորովին փոխել է բանկային համակարգը։ Ինքն էլ դատեք։ 2009-ին տնտեսություն կրճատում է 14%, ոչ մի բանկ չի սնանկանում։ 53% շահույթն ավելանում է բանկերի։ Հասկանում եք, անընդունելի փաստ է։ 2009-ի մարտի 1-ին դրա մանկում է ապրում 305-ից 385,
Մարդկանց 22%-ով դրամական խնայողություն է, շուրջ 70% ավանդների դրամական են։ Պակասում է 22%, պետությունը չի ասում բանկեր, կիսեք այս ռիսկը։ Իրենց մոտ շահույթ է գոյանում։ Նույն կուրսի փոփոխության հետևանքով։ Երրորդը, տեսել եք աշխարհում բանկային համակարգ, դուք ապրում եք, չգիտեմ որտեղ որ ապրում եք։ Տեսել եք, որ կենտրոնական բանկը համ կարգավորի, համ վերահսկի։ Տեսել եք վերահսկողն ու կարգավորը մեկը լինի։ Հիմա ինչ բաց ասեմ սա։ Հիմա սա դարել է բշտիկի պես։ Այս բշտիկի պես։ Շատ լավ կետեր են, ես որպես նախկին տնտեսագետ կարող եմ ասել հրաշալի կետեր են, որոնք այո, պետք է տեղ գտնել յուրաքանչյուր տեխնացուի։ Եթե մենք չենք կարողանում փոխել կենտրոնական բանկը, ասենք Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի պատճառով, մենք պետք է գնանք արդեն գյուղացիներին բարձրացնենք ոտի։ Արդեն հնարավոր չկա։ Լսեք, Ռուսաստանում բանկ բացելու համար $3 միլիոն է պետք։ Հայաստանում 5.5 միլիարդ, 7 միլիարդ դրամ վերջի թիվ արդեն մոռացել եմ, ինքան բաների մեջ։ $15 միլիոն, ինչի։ Ինչի չի կարող Շամշադինում բացվել փոխօգնության բանկ, փոքր իրենց բանկը։ Ինչի ու չեք թողում։ Ինչի եք այդպես կենտրոնացնում, ինչի եք ամեն մի կոպեկ ուզում հսկել։ Ինչի եք բացատրում, երբեք մտածել եք ո՞նց եղավ, որ մենք բանկային համակարգը չտուժեց։ Երջապես երրորդ խնդրումը Հայաստանի մոնոպոլիաներն են։ Չորրորդ խնդրումն է իշխանության ու սեփականության միաձուլումը։ Այս 4 խնդրումը այս 100 քայլով լուծում եք։ Բանկային համակարգը Հայաստանի այս 4 կարևորագույն խնդիրներից մեկն է։ Եթե դուք ունենաք մի $20 միլիոն եւ գաք ինձ ասեք, ուզում եմ Հայաստանում ծախսել ինչ պետք է անեմ, ես այսօր վարորդությամբ կասեմ, այսօր վարորդությամբ բանկերից, ֆինանսական ոլորտից բացի ոչ միտեղ փող մի դրեք։ Դուք այդտեղ չեք կարող համենայնդեպս կորցնել։ Տեսեք բանկը երբեք չկարողանա կորցնել, ռիսկ չկա։ Տվեցիք վարկը հետ չտվեք դուրս է գրում։ Դուրս է գրում, ի վերջո դուրս է գրում բյուջեին տրվող փողի հաշվին։ Այսպեսի բաներ լինում։ Հիմա դառնանք ներկուսակցական, ներքաղաքական իրավիճակին շատ կարճ մի հարց։ Ինչ է կատարվում Հայ ազգային կոնգրեսում։ Ինչ խոսում եմ ամուլը, որ կան թևերի է բաժանվել, որ ասենք թշնամական հարաբերություններ են սկսվել այդ թևերի միջև, նույնիսկ այդպիսի ենթադրություններ կան։ Ինչ կարող եք դուք ասել լինելով այդ կառույցի անդամ, իբրև ձեր կուսակցության հետ, ինչ կարող եք պատմել մեզ։ Ինձ համար դժվար է ասել, որովհետև ՀԱԿ-ը պատմական երևույթ է։ Նրա հետ ինչ-որ տեղի ունեն պատմական փոփոխություններ։ Եվ ես կուզենայի, որ այս գնահատականը կարողանանք մի քիչ խորքային տալ։ Այնակ դուք ասում եք թշնամություն, ավելին, այնտեղ կան դեպքեր, որ պարզապես հարաբերությունները բացակայում են։ Իսկ ես ուրախ եմ, որ Հայկի կարծում եմ, կեսից ավելի 60-70% այսօր ինձ հետ է, հա, օգնում է։ Ժամանակն է ասել, որ այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, թե չեն մասնակցում, իրականությանը չի համապատասխանում։ Դրանցից ամենախոշորները ակտիվորեն լծված են նախընտրական քարոզարշավում։ Ձեր նախընտրական քարոզարշավում։ ՀԱԿ-ի կողմից իմ, այլ կուսակցությունների կողմից այլ տեխնացուների օգտին։ Այո։ Եվ դա սուտ է, եւ ստացվեց այնպես, որ ամենայնպես նրանք իրենք չկարողացան զսպել։ Բոլորին ովքեր հայտարարել, ես դա տեսնում եմ։ Չեմ ասում 100%-ով, բայց մեծ մասամբ արդեն։ ՀԱԿ-ը պետքա ապրի որոշակի էվոլյուցիա հիմա։ Կամ ռևոլյուցիա։ Պետքա որոշի ինքնին ուժ է, թե կծվում է որևէ այլ ուժի։ Բացի դա, հիմա ՀԱԿ-ը չի կարող լինել երևի այն ֆորմատով, որ կար։ Ի վերջո ներկային սոցիալիստներ, ազատականներ եւ այլն, ինչ որ գաղափարական պլատֆորմի։ Ինչ էլ դուք ասեք այդ պլատֆորմի մասին, որտեղ սոցիալական կետեր կան, դա ազատական պլատֆորմ է։ Եվ ըստ իս միակ ազատական պլատֆորմը, գործող տեխնացուների մեջ միակ ազատական, հա։ Հնարավոր է, որ ոմանց դա ձեռք չտա։ Բացի դա, բացարձակապես տարբեր մոտեցումներ արտաքին քաղաքականության հետ կապված, վեկտորների հետ կապված։ Պրոռուսական, պրոարևմտյան եւ ինքնակենտրոն, պահպանողական վեկտոր կա։ Այս հարցերը պետք է արագորեն լուծվեն։ Պլյուս դրանք կան անձնական գործոններ։ Ի վերջո ՀԱԿ-ում պետք է սովորենք, բոլորը սովորենք։ Եթե մի գործ է ձեռնարկել, ձախողվել է, պետք է պատասխան տալ։ Այլ ոչ թե պաշտոն բարձրանա։ Առաջանում է ներդեմոկրատական խնդիր։ Իսկ ո՞րն է ձախողումը։ Օրինակ ձախողում էր 2012-ի մայիսի 6-ի ազգային ժողովի ընտրությունները 7% ոնց ՀԱԿ-ը։ Ես հասկանում եմ, որ շատ էր գուցե։ Չգիտեմ ինչքան էր։ Բայց դա ձախողում էր։ Այդ ընտրությունները կազմակերպել է որոշակի մարդ պատասխանատու, նա պետք է հրաժարական տա։ Իսկ ԲՀԿ-ի հետ ԲՀԿ-ի հետ հարաբերությունները, այո, մայիսին մենք քննարկեցինք, թե ուզում ենք ԲՀԿ-ի հետ համագործակցել։ Լավ, ինչ կա դրա մեջ կոորդինացնել։ Չէ, ես ասեցի կոորդինացրեք, հանդիպեք, բոլորի հետ ենք հանդիպում, մոտավորապես հարցադրումն այսպես էր, բոլորի հետ հանդիպում ենք։
Հետո փաստեր հայտնվեցին։ Մի քանի անգամ արտահայտվեց, սա հանդիպում չի, դուք արդեն սկսում եք գովել։ Նույնիսկ եղավ մի պահ գովասանք, ասենք ԲՀԿ-ի ղեկավարության կամ երկրորդ նախագահի հասցեին։ Գիտեք, ես դրա համար չեմ գնացել ՀԱԿ, կոնկրետ ես։ Ես մոտեցա, ասացի, ես ՀԱԿ եմ եկել Տեր-Պետրոսյանի եւ հավատում եմ նրան։ Բայց ես ինչ հայտարարություններ կանեմ։ Ես հիմա դատավորը չեմ կարող լինել այդ հայտարարությունների, բայց ոչ էլ դեմ եմ որևէ կուսակցության, բայց պետք է հստակ դուք ինձ բացատրեք։ Մենք ՀԱԿ ենք մտնում ենք ազդեցության տակ, այսինչ եք անում եւ այլն։ Նոյեմբեր, դեկտեմբերին բարձ դարձավ, որ այդ կոնսուլտացիաներից ավելի խոր են անցել։ Այդ դեպքում կներեք, ես ասացի, ես չկամ այս գործում։ Դուք մենակ չեք հակում այդպեսի։ Չէ, այդպեսի մենակ չեմ։ Բնական է, որովհետեւ ասացի, եկեք քննարկենք բաց։ Այս հարաբերությունները, այսինքն ինչ որ համենայն դեպս այն ինչ որ մենք լսում ենք ՀԱԿ-ի մեր ղեկավարության կողմից, բավականին դուրս էին պարզապես կոնսուլտացիաների շրջանակից։ Կներեք, բայց ես որևէ կուսակցության բանը վատ բան չեմ կարող ասել, այդ դեպքում որևէ այլ կուսակցության շփվելու համար ես ՀԱԿ-ի կարիքը չունեմ, ասացի։ Ես չի կարող լեսպել լինել։ Ես հուսով եմ, որ մեծ մասը իմ կարծիքն է կիսում։ Ասվեց, որ գիտեք, երևի տարբեր ենք հասկանում մարտավարական կամ ռազմավարական խնդիրները եւ այլն, անվերջ կարելի է այս բառերից կարճել, բայց իրականությունը սա էր։ Բնականաբար, երբ որ արդեն ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել, ես ասացի, ես կառաջադրվեմ իրավիճակը շտկելու համար եւ Փառք Աստծո, հասարակ ժողովրդի ներքևի ժողովուրդների մեծ մասը իմ կողմն է։ 5 կուսակցություն, որից 3 հայտարարել են, 2 հայտարարել են օգնելու, մեկը հայտարարել է, բայց այնտեղից չի, եւս 2-ը կուսակցությունը որոշում չի կայացել, բայց լիդերները հայտարարել են սատարելու մասին։ Ասենք կուսակցությունը որոշում չի կայացել, որովհետեւ խորհրդում վարչությունում եղել է մի մարդ կամ 2 մարդ, որ դեմ է եղել դրան, ես միշտ ասել եմ իրաց թույլ չտակ կուսակցության պարակտում այդ հայտարարության կապված ըստ էության այսօր 5 կուսակցություն այստեղ են։ Մեկը, 2-ը, 3-ը գուցե ավելանան։ Ավելին, այսօր նորից ես շատ շնորհակալ եմ, ասենք, Հանրապետություն կուսակցության առաջնորդը հայտարարել դրական արտահայտվում եւ այլն։ Ես շնորհակալ եմ այդ ամեն ինչից, հասկանում եք։ Էլ չեմ խոսում այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցում, իրանց կառույցներից մի քանիսը հայտարարեցին եւ սկսեցին աշխատել մեր համար։ Իսկ հիմա ձեր կանխատեսումը ՀԱԿ-ը իբրև քաղաքական այդպիսի կառույց, որը ժամանակին կարողացավ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս բերել փողոց, կմնա որպես այդպիսին։ Իմ անձնական կարծիքով, որպեսզի նոր ՀԱԿ լինի, պետք է նոր Տեր-Պետրոսյան, դա հնարավոր չի։ Տեր-Պետրոսյանի նման մարդիկ խոշոր անհատները տարի մեկ չեն կարող հանդես գալ ծնվել։ Նույնիսկ եթե մեզանից որից մեկը կարողանա հասնել կամ մոտենալ նրա բանին, ազդեցությանը, քաղաքական ազդեցությանը, ասենք օրինակ ձեր խոնարհծառան, դա կլինի այլ ուժ, դա պետք է լինի այլ ուժ։ Չեմ կարծում, որ նորից քաջողվի բոլոր տեսակի այդ տարբեր հայացքներ ունեցողներն։ Եվ ամենակարևորը նկատի ունեցեք խնդիրն մեզ լուրջ իրադարձություններ են սպասում Գարնանը, արտաքին քաղաքականության մեջ եւ այլն, ես ասում եմ, այդ հարցերը երբեք հակում չէին բարձրացվել։ Մենք այդ պաուզան ունեինք, դրանց հրատապությունը չկար։ Հիմա գալիս է նոր հարցերի հրատապություն եւ նույն ձևով ՀԱԿ վերականգնել երևի անհնար կլինի։ Բայց կարող է պատահի ինչ որ ֆորմատով նա շարունակի, փոքրացված, մեծացված։ Մենք դա կտեսնենք, կգնանք եւ փետրվարի 18-ից հետո ընտրությունից հետո այդ խոսակցությունը կունենանք։ Հիմա ինչպիսի նախագահ եք դուք ուզում լինել։ Օրինակ հայ ընտրողը, քվեարկողը ինչ կարող է ձեզնից ակնկալել, եթե կարելի է մեկ պարբերությամբ բնութագրեք։ Լսեք, ես 4 տարի աշխատել եմ, կյանքս դրել եմ։ Ես չեմ ուզում խոսեմ, թե ինչ եղավ ինձ հետ այդ վիրահատությունների շարունից հետո։ Ես ինձ համարում եմ մարդ, որ եղել է իշխանության, դիմացել է գայթակղությանը, փող չի աշխատել, անընդհատ աճել է։ Ես ինձ համարում եմ մարդ այն քիչ հայերից, որ հսկայական մի տեսություն ունի գրած, եւ ես կարողանում եմ դույով խոսել ամբողջ աշխարհի մեջ։ Եվ ես կարծում եմ շատ բան կարող եմ անել։ Եթե ես իմանայի, որ որևէ մեկը ինձանից ավելի լավ կարող է անել այս գործը, ես կզիջեի տեղս նրան։ Շատ շնորհակալություն, պարոն Բագրատյան, ձեզ հաջողություն։ Շնորհակալություն։